բնականաբար նման անհանգստություն չունենք 2026 թվականի համար, բայց որպես քաղաքական ուժ մենք էլ ենք որոշ բաների վրա ուշադրություն դարձնում, վերլուծություններ անում, փորձում հնարավորինս ամեն ինչ շտկել, նորմալացնել եւ այլն, չգիտեմ, որպես քաղաքական ուժ բնականաբար մտածում ենք 2026 թվականի համար։ Վիլեն Գաբրելյանի արտահայտությունը, ինչպես տեսակ, պահի արած արտահայտությունը, ես չեմ կարծում, որ որևէ վերլուծության արդյունքում Վիլեն Գաբրելյանը նման արտահայտություն է արել, դե հիմա չեմ կարող այս բասով որևէ հստակ բան անեմ, դա իր երևի սուբյեկտիվ կարծիքն է, չեմ կարող ասել, որ դա Ղազարյան, Արթուր Վանեցյանն է ձեր նախկին գործընկերը, ձեր հետ ճանապարհ անցած Արարատի նախկին պետը եւս ասել է, որ 26 թվականին պատրաստվում է ու ուզում է իր նոր թիմով մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Դա որքանով է անհանգստացնում ՔՊ-ին։ Գիտեք ինչ, առհասարակ, թե ՔՊ-ի բանով տեսանկյունից ասեմ, եւ թե ցանկացած քաղաքական ուժի տեսանկյունից, անհանգստանալու խնդիր որևէ քաղաքական ուժ ունի այնքանով, որքանով որ ինքը ինչքանով է պատրաստ ու ինչքան ունի ժողովրդի աջակցությունը։ Մենք անհանգստանալու կարիք չունենք, որ ցանկացած քաղաքական ուժ ընտրություններին թող մասնակցի, թող ներկայանա ժողովրդին, թող ներկայացնի իր ծրագիրը, ժողովուրդն ընտրություն կանի ըստ իրենց ծրագրերի, ըստ իրենց մրցակցային աջակցության չեմ կարող ասել, չեմ կարծում, ճիշտն ասած, գուցե ես շատ այդ առումով ռադիկալ եմ ու մտածում եմ շատ ավելի մեր թիմի համար շատ բարձր նիշ ունեմ, բայց ամեն դեպքում չեմ կարծում, որ Վանեցյանի առհասարակ կուսակցությունը կամ բան կարող է մրցակցային համարվի քաղաքացիական պայմանագրի կուսակցություն։ Տիկին Ղազարյան, անդրադառնալներն ասում են, որ դուք Փաշինյանի տանիքի տակ հովանու տակ եք մնում, որովհետև վախենում եք, որ երբ որ դուք մանդատ չեք ունենա, այլևս պաշտոն չեք ունենա, ձեզ փողոցում կվսկտեն եւ այլն, եւ պատրաստ են ձեզ մարդասիրական միջանցք տրամադրել, որպեսզի լքեք ՔՊ-ն։ Կա նման խնդիր եւ այդ մարդասիրական միջանցքի կարիքը դուք ունեք, թե չէ։ Անկեղծ ասած, առաջին անգամ եմ նման բան լսում առհասարակ, որովհետև նման բան ոչ գիտեմ, ոչ լսել եմ, ոչ էլ մտածել եմ երբևէ նման բանի մասին։ Բացարձակ նման խնդիր ընդհանրապես չունենք որևէ մեկս մեր համար։ Նկատի ունեմ, որ չեն սիրում ՔՊ-ականներին, անհանդուրժող են, երբեմն փողոցում օրինակ Ալեքս Սիմոնյանի դեպքում ես այսքան ժամանակ, ինչպես ես որպես ազգային ժողովի պատգամավոր, ոչ ունեմ որևէ պաշտպանություն, ինչ-որ այսպես ասած, որ անընդհատ ոտքով եմ նույնիսկ աշխատանքի գալիս, որովհետև վախտս բերել եմ մի քիչ մոտիկ եմ ապրում, այս առումով որևէ խնդիր չեմ տեսել, որ որևէ դեպքում ես խնդիր եմ ունեցել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ եմ, կնշեմ, որ նաև հպարտ եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ոչ, ես ինչպես տեսել եք այն անձացիան, որ ակտիվ մասնակցում եմ թե կուսակցության գործունեությանը եւ թե իմ պատգամավորական գործունեությունը պասիվներից չէ, հետեւաբար նման խնդիրեր չունեմ, բայց միևնույն ժամանակ պետք է փաստեմ, այսքան ժամանակ որևէ խնդիր, որևէ դեպքում չեմ ունեցել, նույնիսկ վերաբերմունքի խնդիր չեմ ունեցել, որ կուսակցական պատկանելիության պատճառով ունենամ, ընդհակառակը բացի լավ վերաբերմունքից որևէ խնդիր չեմ ունեցել։ Իսկ Տիկին Ղազարյան, որ ասում եք, որ այդ ուժերը անդիբադիրդաշտի փորձում են մինչև ընտրությունները որոշակի պրոցեսներ սկսել, քանի որ համոզված են չեն ընտրվելու, այսինքն դուք վստահ եք, որ քաղաքացիական պայմանագիրը կրկին 50+ ձայն է ստանալու խորհրդարանական հերթական ընտրություններին։ Տեսեք, կանխատեսումներ չեմ ցանկանում անել, բայց այնուամենայնիվ այդ խմբակները, որ փորձում են ներքաղաքական կյանքը անդադար ողջորել, նրանց մի հիմնական միտումը, ես կարծում եմ նրա համար այն գործընթացները, որ Հայաստանի Հանրապետությունում կատարվում է, այն դրական փոփոխությունները, որ տեղի են ունենում ընդհանուր առմամբ, հնարավորինս ստվերելն է։ Եթե մի լավ նորմալ նախագիծ է իրականացվում, մի լավ նորմալ արտաքին քաղաքականությունում որևէ բան է փոխվում, պարտադիր դա ուղեկցում է ինչ-որ մի աննորմալ բանով ընդդիմադիրների կողմից, որպեսզի կարողանան հնարավորինս ստվերել դա։ Սա հիմնականում իրենց, բայց արդեն բոլորը, այսպես ասած, կարծես արդեն պատրաստվել են 26 թվականի ընտրություններին։ Ես ուղղակի կոչ կանեի, եթե այդքան վստահ եք ձեր ուժերին, ունեք աջակցություն, վստահ եք, որ կկարողանաք ձայներ ունենալ, ինչի
համար է հիմիկվա արդեն այս աժոտաժը, բնականաբար կարող եք 26 թվականին մասնակցել ցանկացած քաղաքացիական պայմանագիրը ինչ հավակնություններ ունի 26 թվականին։ Բնական։ Այսինքն տեսնում է հնարավորություն կրկին 50+% ձայն ստանալու։ Առհասարակ, եթե իմ սուբյեկտիվ կարծիքն եք ուզում, ես ցանկացած ընտրությունների գնում եմ 50+ ձայներ Չէ, բայց այդ հնարավորությունը տեսնում եք, գնալու այդ հարցերը իհարկե տեսնում եմ բնականաբար եւ դա ցույց կտա եւ կարծում եմ ժողովուրդն էլ համեմատական կանցկացնի, կտեսնի ինչքան աշխատանք է կատարվել, ինչպես է իրանց կյանքը փոխվել, որովհետեւ ընտրությունների առաջ ցանկացած մարդ էլ վերլուծում է այն ամբողջ ընթացքը, թե այս իշխանության կամ մյուս իշխանության կամ այս քաղաքական գործիչի աշխատանքը ինչքանով է բարելավել իրենց կյանքի որակը։ Այդ ընտրությունները ոնց է բարելավել դիքա Սյունիքի գյուղերի բնակիչների կյանքը բարելավելու վերաբերյալ Սյունիքի գյուղերի բնակիչների ընտրության արդյունքները ցույց կտան։ Ես էլ եմ հաճախակի լինում Սյունիքում եւ ելի պատրաստվում եմ մոտ օրերս գնալ, հասկանալ ինչպեսի տրամադրություն է, ոնց են, ինչի կարիք ունեն եւ այլն։ Մեր падգամավորներն էլ շատ ակտիվ են այդ գյուղերում եւ ես կարծում եմ բավականին ցանկացած մարդ մտնելուց ես ինքս էլ նկատում եմ բավականին փոփոխություն ցանկացած գյուղում եւ համայնքում։ Կարծես Հայաստանի Հանրապետությունը լուրջ եմ ասում, ամբողջ տարածքով վերածված լինի Վիշին հրապարակի եւ ամեն համայնքում կոնկրետ աշխատանքներ իրականացում եւ բնակիչների կյանքը օրորի բարելավում է, ինչը չեք կարող հերքել եւ ոչ մի չի կարող հերքել։ Ես ինքս շատ եմ Հայաստանի Հանրապետության տարածքով պատտվում, այսպես ասած, բոլոր մարզերում, չնայած լինելով Գեղարքունիքի մարզից բոլոր մարզերում գյուղերում մարդկանց կյանքը էականորեն բարելավում է։ Գյուղերում մարդկանց անկեղծ, այո, օրինակ այսպեսի գյուղ չկա, որ տեսեք դուք կարող եք թող լսեն, զարմանան, եթե ես որևէ բան կստեմ, դուք կարող եք տեսնել, թե ցանկացած գյուղում ինչպես է օրինակ աշխատանքներ իրականացվում, գուցե նաև տեսեք գյուղեր գնալուց հիմնական բանը, ասում են, տեսեք դպրոց, մանկապարտ է, ռոռոկման համակարգ, խմելու ջրի ապրելու, մենակ դպրոց, մանկապարտ, այո, բայց դրանից մարդկանց կյանքի որակը փոխվում է։ Ոնց է փոխվում, բայց դրանից Տիկին Ղազարյան։ Տեսեք, եթե դուք ջուր չունեք եւ հետո ունենում եք անունավոր ջրամատակարարում, դեռ կյանքի որակը փոխվում է, թե չէ։ Դուք խոսում եք, կրակում են գնդակը պատուհանից մտնում է ձեր կյանքի որակը։ Հերթով էլի հարցերին պատասխանեմ նոր, համել ես հանձնաժողովի նիստի եմ, ես ցանկանում եմ նիստը բաց չթողել, էլի։ Չէ, խնդրա հարուստ թեմայից, Խնացած կյանքի մի րոպե, հերթով, հարցեր։ Խնացածու կյանքի որակը փոխվում է, թե չէ, երբ որ նա տանը պարկած թշնամու գնդակը մտնում է պատշգամբ։ Տեսեք, դուք հիմա մի հարց եք ինձ տալիս, որը որ ասենք վերջին դեպքով տեղի ունեցել, բայց ամբողջ ընթացքում ասենք հիմա դեպք է տեղի ունեցել, դեպքի վերաբերյալ դուք պրոյեկտում եք դա կյանքի որակը փոփոխվել է, թե չէ։ Խնդրում եմ, սա իրականում գիտեք, որ միջադեպ այդ հարցը միջադեպ է տեղի ունեցել, բայց դա պրոյեկտ է, որ կյանքի որակը փոխվել է, թե չէ, մենք հետագայում կասկած, բայց փաստացի, երբ որ տվյալներ ենք իրար կողմնում 2024 թվականը համեմատաբար մյուս տարիներին եղել է համեմատաբար խաղաղ։ Հիմա այս միջադեպերի վերաբերյալ եկեք լսենք պաշտպանության նախարարությունը կամ համապատասխան գերատեսչությունները ինչ կասեն, դրանով կողմնորոշենք։